1991 թվականի հոկտեմբերի 25-ին Իջևանում հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները։ Երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների նախագահների առաջին տեղակալներ Բաբկեն Արարքցյանի եւ Զիադ Սամեդ Օղլիի գլխավորությամբ։ Այս հանդիպումը հնարավոր էր դարձել սեպտեմբերին Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարներ Բորիս Ելցինի եւ Նուրսուլթան Նազարբաևի տարածաշրջան կատարած միջնորդական այցի շնորհիվ։ Բանակցությունները տևել էին 8 ժամ։ Դրանց արդյունքում կողմերը ստորագրել էին ադրբեջանական եւ հայ ժողովուրդներին ուղղված կոչը, որում մասնավորապես ասվում էր. Անհրաժեշտ է փակել սպանությունների եւ վրեժի արատավոր շրջանը։ Գիտակցում ենք, որ դա չափազանց դժվար է։ Վիրավորանքները հաղթահարելը հեշտ չէ, 3.5 տարվա ընթացքում դրանք կուտակվել են, բայց պետք է անցնել այդ ճանապարհը, քանի որ գործ ունենք երկու երկրների միլիոնավոր քաղաքացիների ապագայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը որոշել էին իրավական փորձաքննության ենթարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված բոլոր օրենսդրական եւ կառավարական ակտերը։ Պայմանավորվել էին նաեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Արարքցյանն ու Սամեդ Օղլին պատասխանել էին ռուսական հեռուստատեսության թղթակցի հարցերին։ И армянская делегация, и азербайджанская делегация сегодня показали действительно я бы сказал, конструктивный подход к решению этого сложнейшего конфликта. Мы и наша делегация, и армянская делегация проявила, я бы сказал, спокойствие, доброжелательные отношения. Мы понимали друг друга. Конечно, есть вопросы, впереди огромная, я бы сказал, тяжелейшая работа, но другого выхода нет. Самый важный итог, который я считаю, что переговоры начались, и вопреки опасениям они не вошли в тупик. Что переговоры будут продвигаться. Это, я считаю, самый важный итог. Լավատեսական տրամադրությունները երկար կյանք չունեցան։ 1991 թվականի նոյեմբերի 15-ին Զանգելանում նախատեսված հանդիպումը չկայացավ։ Դեկտեմբերի 26-ին Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի եւ Հայաստանի դեմ։